Եկեք միասին ապափաթեթավորենք նոր գրքերս եւ ծանոթանանք նկարագրություններին։ Գեն Ռաֆայելը։ Նա պաշտոնով հրամանատար է, իսկ նա կյանքով։ Նա պատրաստ է սխրանքի, իսկ նա սպանության։ Նա մեծացրել է որդուն, իսկ նա տասնյակ որբանոցի երեխաների։ Երկուսն միայնակ են եւ ստիպված են ապրել մեկ հարկի տակ։ Յուղի փոքրիկ տանը Անատոլն ու Բատուտովնն ամեն օր մղում են արյունալի մարտեր, եւ թվում է, թե նրանց միջև ոչ մի ընդհանուր բան չկա։ Բացի մեկ ընդհանուր թշնամուց, փախուստի մեջ գտնվող հանցագործ Ռաֆայելից։ Կաշտանովի Չելավեչիկ։ Կոպենհագենը ցնցված է արյունալի սպանությունների շարքով։ Մեկը դաժանորեն խոշտանգում եւ սպանում է երիտասարդ կանանց։ Հանցագործության վայրում մոլագարը թողնում է փոքրիկ մարդուկ, որը պատրաստված է լուցկիներից, պլաստիրինից եւ շագանակներից, որոնցից մեկի վրա հայտնաբերում են Ռոզա Հարթունգի քաղաքական գործչի անչափահաս դստեր Քրիստինայի մատնահետքերը։ Աղջիկը անհետացել էր 1 տարի առաջ եւ համարվում էր մահացած։ Միթե նա ողջ է։ Նրան ինչ որտեղ պահում են, եւ եթե նա ողջ է, արդյոք հնարավոր է փրկել դժբախտ երեխային։ Բլագարոդնի դոմ 1963 թվական։ Սա առեղծվածային եւ ռոմանտիկ Հոնկոնգն է։ Ավելի քան 100 տարի առաջ Դիրք Ստրուանը երազում էր անպտուղ կղզին վերածել բարգավաճող տարածքի եւ այնտեղից կառավարել ողջ Ասիան։ Այժմ այստեղ իշխում են ֆինանսները, առևտուրը, նավագնացությունն ու խոշոր բիզնեսը։ Ներկայիս ղեկավարը փայլուն գործարար Յեն Դառնսը իր ձեռքում պահում է հսկայական իշխանություն, որն օգտագործում է ընկերությունը ֆինանսական կործանումից փրկելու համար։ Դրա համար բոլոր միջոցները ընդունելի են։ Բանակցություններ ամերիկացի միլիոնատիրոջ հետ, ռիսկային խաղ բորսայում։ Ինչ էլ որ լինի, Յենը պետք է պահպանի ընկերությունը եւ դրա համար նա ունի ընդամենը 1 շաբաթ։